Մարդն իր կենցաղում շատ հաճախ է օգտագործում հրեշտակ բառը բնականաբար լավ, բարի, դրական իմաստով։ Երեխաներին, բարի մարդկանց, լուսավոր կերպարներին նա համեմատում է հրեշտակների հետ, իսկ թե ովքեր են կամ ինչեր են հրեշտակները, մարդը լիարժեք պատկերացում չունի։ Դրանք աստվածներ են, կիսաաստվածներ, մարդիկ, կիսամարդիկ։ Հրեշտակներն, ինչպես հուշում է Աստվածաշունչ Մատյանը, արարվել են առաջին օրը լույսի հետ միասին։ Հրեշտակ լատիներենից եւ հունարենից թարգմանաբար նշանակում է պատգամավոր, պատվիրակ, սուրհանդակ, լրաբեր, թղթատար, հրեղեն, էակ։ Աստվածաշնչում նրանց երբեմն անվանում են նաեւ Աստծո հրեշտակ, սուրբ, երկնաբնակներ, երկնային զորքեր, հոգիներ, ինչպես նաեւ դևեր են անվանում անկյալ հրեշտակներին։ Հայ առաքելական եկեղեցին ելնելով հրեշտակների բնությունից, նրանց վերագրվող հատկություններից եւ զբաղեցրած դիրքից, իր ժամանակագրության եւ առհասարակ ծիսակարգի մեջ նրանց անվանում են նաեւ զվարթուններ, անմարմիններ, երկնաքաղաքացիներ, հրեղեններ, իմանալիններ, հոգեղեններ, լուսեղեններ եւ այլն։ Դիտարկումը ընդունելի է, որ այո, մեր հասարակության մեջ շատ լայն ըմբռնում չկա եւ կամ պատկերացում չկա, եղածներ ցավոք սրտի շատ թերի է հրեշտակների մասին կամ այն հոգևոր էակների մասին, որոնք որ արկա են կամ առաջագործության մի մասնիկն են։ Դրա համար մեզ օգնության են գալիս այո Սուրբ Գիրքը եւ այն հայրաբանական գրականությունը, որը որ անդրադարձել է հրեշտակներին, բացատրել է հրեշտակների բնությունը, էությունը եւ գործունեությունը առասարակ մեր կյանքում։ Անշուշտ, ծանոթ ամբողջին եւ կամ եթե ուշադիր ուսումնասիրելու ունենք, կտեսնենք, որ նաեւ հայրաբանական գրականության մեջ էլ մեկնողական, մեկնաբանական որոշակի տարբերություններ կան, որը ոչ թե հակասում են մեկը մյուսին, այլ գալիս են մեկը մյուսին լրացնելու, որպեսզի մենք ավելի բոլորանավեր ամբողջական պատկերացում կազմենք մեր մարդկային սահմանափակ մտածողությունից ներս այն հոգևոր էակների մասին, որոնք որ կոչվում են հրեշտակներ։ Մեր եկեղեցու ընկալյալ կարգի համաձայն հրեշտակները Աստծո արարչագործության արդյունքն են հենց առաջին իսկ օրվան, որտեղ Աստվածաշունչն ասում է՝ ի սկզբանե Աստված արարեց երկին եւ երկիր։ Երկինքն ու երկիրն արարեց։ Բնականաբար մեր հայրերի մտածողությամբ եւ կամ Ծննդոց գրքի հեղինակը երկինք ասելով նկատի չուներ մեր այսօրվա պատկերացումների երկինքի մասին, այլ այն երկրավոր աշխարհը, որը որ կոչվում է հոգևոր աշխարհ, որը որ իր մեջ ներառում է աննյութական յուրաքանչյուր առաջագործություն։ Սրան գալիս է նաև վկայելու Նիկիո հանգանակի մեջի այն հատվածը, երբ ասում ենք հավատանք եւ մի Աստված ի հայրն ամենակալ արարիչ են երկնի եւ երկրի։ Հրեշտակները այն լուսեղեն արարածներն են, լույս արարածներն են, որոնք որ ստեղծվել են Աստծո կողմից առաջագործության առաջին օրը։ Հրեշտակների տարբերություն մարդկանց չունեն մարմին։ Նրանք անմարմին հոգիներ են, որոնք որ մերպես մարդկանց պես ունեն բանականություն, ունեն միտք, բայց այդ միտքը եւ բանականությունը տրված է այդ հոգևոր էակներին, որպեսզի նրանք ունենան եկեղեցու հայրերի մեջ էլ այստեղ կան տարբերություններ։ Կապադովկյան հայրերն ասում են, որ օրինակի համար հրեշտակները ստեղծված են առաջին հերթին Աստծուն փառաբանելու, Աստծո ծրագրերն իրականացնելու համար։ Բայց այդ նույն հայրերը նաև ասում են, որ հրեշտակները նաև ունեն գործառույթներ մարդկանց պահպանելու, մարդկանց պաշտպանելու համար։ Երբ որ նայենք զարգացումը հրեշտակների գործունեություն ամբողջ Աստվածաշնչում կտեսնենք, որ այդ հոգևոր էակները ուղեկցում են մարդու առաջագործության սկզբից մինչև մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի փրկչական գործունեությունը երկրի վրա, այդ թվում նաև գործ կառաքելություն եկեղեցու հիմնադրման ընթացքում։ Կտեսնենք, որ նոր կտակարանում հատկապես անմիջական գործակցություն ունեին Աստծո պատգամաբերը լինելով նախ Ավետիսի տվեց Գաբրիել հրեշտակապետը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մորը Մարիամ Աստվածածնին, որ պիտի մանուկ ծնես եւ անունը պիտի լինի Էմանուել։ Հրեշտակների ներկայությունն առկա է եւ հին եւ նոր կտակարաններում։ Հին կտակարանում անգամ մարգարեները, որոնք որ նույնպես Աստծո խոսքին պատգամաբերներն էին, Աստծո խոսքը փոխանցողներն էին ժողովրդին,
Զուգահեռ տեսնում ենք նաև հրեշտակներին, որոնք որ դերակատարություն ունեին եւ անմիջական գործակցություն ունեին մարդու կյանքում։ Նոր կտակարանում այլևս արդեն հրեշտակների գործառույթը այն էր, որ նախ այդ Քրիստոսի գալստից միջև համբարձում ուղեկից լինեն ծառայեն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին, ապա համբարձումից հետո գործակցեն, օժանդակեն, նպաստեն մեր սուրբ առաքյալների քարոզչությանը եկեղեցի հիմնելու ժամանակ։ Նոր կտակարանում նախքան Քրիստոսի ծնունդը մենք հանդիպում ենք ավետաբեր հրեշտակապետին Գաբրիելին, որը դարձավ Քրիստոսի փրկagorցության վկան եւ մասնակիցը իր այցելությամբ երկնային ավետիսը բերելով Սուրբ Մարիամ Աստվածածնին։ Իդեպ դեռևս հին ուխտում Գաբրիելը հանդես էր գալիս փրկչի Գալստյանն առնչվող խորհուրդները մարգարեներին բացահայտելով եւ մեկնաբանելով նրանց տեսիլքները, ինչպես որ դա արեց Դանիել մարգարեի եւ Հովհաննես Մկրտչի հոր Զաքարիայի հետ։ Ընդհանրապես հրեշտակներն անընդհատ առնչվում են Տիրոջը, նրան վերաբերվող բոլոր կարևոր դրվագներում՝ Սուրբ Ծնունդ, Մկրտություն, Աստվածհայտնություն, Պայծառակերպություն, Համբարձում, Հրաշափառ հարություն եւ այլն։ Փորձությունից սկսած եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս քաշվեց անապատ եւ 40 օր հետո փորձության ենթարկվեց սատանայի կողմից, ավետարանն ասում է, որ դրանից հետո հրեշտակները մոտեցան նրան եւ ծառայում էին նրան։ Միևնույն հրեշտակներին Գաբրիել հրեշտակապետին կտեսնենք նաև հարության ավետիսը փոխանցելուց։ Ուրեմն Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության ավետիսը ժողովրդին, մարդկանց տվյալ ժամանակաշրջանում ժամանակակիցներին փոխանցելու գործառույթը դրված էր հենց հրեշտակապետների վրա, հրեշտակների վրա։ Կտեսնենք նաև գործ կառաքելություն, երբ Պողոս եւ Պետրոս առաքյալները քարոզում էին եւ բանտարկվեցին, նույն գործքում ասում է, որ հրեշտակը եկավ եւ նրանց բանտարկությունից ազատեց։ Մեկ այլ տեղ Պետրոս առաքյալին ազատեց բանտարկությունից։ Ուրեմն հրեշտակները որքան որ հոգեվոր մարմիններ են, բայց ըստ անհրաժեշտության, Աստծո թույլտվությամբ եւ Աստծո կամքով կարող են նաեւ կերպարանք ստանալ, որպեսզի կարողանան մարդկանց հետ հաղորդակցության մեջ մտնել նաեւ ֆիզիկապես։ Հրեշտակներն անթիվ անհամար են, գոյություն ունի որոշակի դասակարգում։ Հրեշտակներն ունեն անուններ, սակայն մեզ շատ քչերն են հայտնի, ընդամենը 11 անուն, որոնցից Գաբրիել, Միքայել, Ռաֆայել, Սաղաթիել, Ուրիել, Անայել, Դակուել, Ադոնիել։ Մեր եկեղեցու հայրերից առաջինը, որ դասակարգել է հրեշտակներին ըստ կարգերի, Դիոնիսիոս Արիսպագացին է, ով դասակարգել է 9 դասերի ըստ հերթականության 3 բաժանումներով։ Աթոռներ կամ գահեր, սերովբեներ, քերովբեներ, երկրորդ երյակը տերություններ, իշխանություններ, զորություններ եւ երրորդ երյակը այլևս պետություններ, հրեշտակապետեր եւ հրեշտակներ։ Դիոնիսիոս Արիոսպագացուց հետո է, որ եկեղեցու հայրերը օգտագործեցին այս բաժանումները, օգտագործեցին այս դասակարգումները եւ ամեն մեկին տվեցին իրենց առաքելությունները։ Այս բաժանումները բնականաբար հիմնված են Աստվածաշնչից։ Ամբողջ Աստվածաշնչում կան որոշակի հատվածներ, որոնց վրա հիմնվելով մեր եկեղեցու հայրերը եկել են այս մտահանգման, այս դասակարգման։ Եվ անշուշտ յուրաքանչյուրն ունի իր գործառույթը, օրինակի համար Եսայի մարգարեության մեջ սերոբեներին նկարագրելուց ներկայացնում էր 6 թևյա հոգևոր մի էություն, որը որ երկուսով փակել էին դեմքերը, երկուսով փակել էին ոտքերը եւ երկուսով փառաբանում էին Աստծուն։ Գործառույթներով ըստ մեր եկեղեցու հայրերի առաջին երյակը ավելի մոտ է կանգնած մեր Աստծուն, մեր Տիրոջը եւ իշխում կամ ուղղորդում է երկրորդ երյակին եւ այսպես միջև ներքև, միջև 9-րդ դասը հրեշտակները։ Ամեն մի հրեշտակ կամ հրեշտակապետ ունի իր առաքելությունը եւ հստակ դերակատարությունը մարդկության պատմության կյանքից ներս։ Հրեշտակներին մենք չենք տեսնում, լավագույն դեպքում կարող ենք զգալ նրանց ներկայությունը կամ ազդեցությունը, իսկ երբ չենք տեսնում, առաջանում են հարցեր։ Աստծո արարչության բարձրակետը մարդն է, բայց կարծես հրեշտակներն ավելի արագ են նկատում, զգում, նույնիսկ գործում, որովհետև, ինչպես ասվում է, նրանք կարող են հաղորդակցվել իրար հետ, ունեն մտածելու ունակություն, ազատ կամք։ Նրանք իրենց զորությամբ եւ ունակություններով գերազանցում են մարդկանց եւ ստեղծվել են նախքան մարդու ստեղծվելը։ Հոբի գիրքն ասում է, երբ Աստված արարում էր երկիրը,
Հրեշտակները բարձրաձայն գովաբանություն էին անում, ի վերջո ում են ծառայում հրեշտակները, մարդկանց թե Աստծուն։ Լինելով հոգևոր էակներ, բնականաբար երկնքում եւ կամ Աստծուն առավել մոտ լինելով մարդկանցից, բայց միևնույն ժամանակ այդ նույն հրեշտակները ստեղծված են նաեւ մարդուն ծառայելու համար։ Վերջի վերջո մարդ արարածը առաջագործության թագն ու պսակն է եւ առաջագործությունը նաեւ ծառայում է մարդուն։ Այս իմաստով այո, հրեշտակները իրենք առաքելություն ունեն նաեւ պահպանելու, պաշտպանելու եւ ծառայելու մարդուն որպես առաջագործության թագ եւ պսակ։ Եթե մենք դնենք աստիճանակարգման մեջ, հրեշտակները ավելի ներքև են, քան մարդ արարածը։ Մենք պարզապես մտայնություն ունենք, որ հրեշտակները մերպես ժամանակի տիրույթի մեջ պիտի տեղավորվեն, մինչդեռ նրանք չեն տեղավորվում մեր չափորոշիչների մեջ, չունենալով մարմին ֆիզիկական, նյութական աշխարհի մեջ չեն կարող տեղավորվել։ Իրենք կարող են Աստծո թույլտվությամբ ժամանակի ընթացքում ներկայությունն այստեղ իրենց առաքելությունն իրականացնել, բայց հիմնական գործառույթը շարունակում է մնալ Աստծո փառաբանությունը եւ այո, ունենալով բանականություն միտք, իրենք նաեւ Աստծուն ավելի մոտ են կանգնած Աստծուն փառաբանելու համար։ Մենք ֆիզիկական, նյութական, հողեղեն մարմիններս բնականաբար ունենք եւ աստվածային այդ մասնիկը, հոգին եւ ունենք նաեւ նյութը, մարմինը։ Եվ այս երկուսի համադրությունն է, որ մեզ նաեւ առավելություն է տալիս հրեշտակների նկատմամբ։ Թվում է դատարկախոսությունը, երբ դժբախտ պատահարից փրկվածին ասում են, թե հրեշտակն է պահել, կամ ասում են, որ մկրտված քրիստոնյան ավելի շատ է վայելում հրեշտակի պահպանությունը։ Եկեղեցու հայրերն ասում են, որ յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որն անտեսանելիորեն անդադար հուշում է նրան բարի խորհուրդներ, պատասպարում դևերի հարձակումներից, հեռու պահում փորձություններից եւ պահպանում աղետներից։ Մատթեոս ավետարանիչն ասում է. հրեշտակներն օգնում են, որ Քրիստոսի հետևորդները զերծ մնան չարի կողմից ապականվելուց։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում էր, որ հրեշտակները ստեղծված են նաև պահպանելու թագավորություններ, պետություններ, այլ խոսքով հասարակության, ունենք նաև անհատական հրեշտակներ, որոնք որ մեզ պահապան են։ Ավելին ընդունված կարծիք կա, որ նաև եկեղեցիներն ունեն իրենց պահապան հրեշտակները։ Յուրաքանչյուր եկեղեցի ունի իր պահապան հրեշտակը։ Հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ արարած ունի իր հրեշտակը, ով որ պահում, պահպանում է իրեն, եւ նաև պիտի նկատի ունենանք, որ հրեշտակը արկա է այնտեղ, որտեղ որ քարոզվում է Հիսուս Քրիստոս, որտեղ որ քրիստոնեական վարդապետությունն է քարոզվում եւ ընդունվում, այնտեղ հրեշտակն է։ Բազմաթիվ են դեպքեր, երբ փորձանքների, դժվարությունների կամ խնդիրների մեջ այդ բանական արարածը որոշակի կերպով հաղորդակցության մեջ է մտել մարդ արարածի հետ։ Ֆիզիկական պաշտպանությունից սկսած մինչև այդ աստվածային իմաստնության փոխանցումը, որ կկարողանա օգնել մարդու դժվարությունները հաղթարելու, խնդիրները լուծելու ճանապարհին այդ Աստծո խոսքը փոխանցելու ժամանակ յուրաքանչյուր մարդ արարած, երբ որ ուշադիր լինի, կհասկանա, որ որոշակի դերակատարություն կա։ Տեսանելի չէ անմարմինը, բայց դրա արկայությունը կա։ Եվ այստեղ հարցը այն է, թե արդյոք մենք ականջալուր ենք հրեշտակի խոսքին։ Արդյոք մենք զգում ենք հրեշտակի արկայությունը կամ ներկայությունը մեր կյանքում։ Այդ պահպանությունը, պաշտպանությունը մենք զգում ենք, թե ոչ։ Իսկ պահապան հրեշտակները բնականաբար մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ արարած ավելիով քրիստոնյան ունի իր պահապան հրեշտակը, ով ամեն ինչ անում է, որպեսզի մեզ զերծ բայի յուրաքանչյուր վտանգից։ Բարեխնամ Տերն արարեց հրեշտակներին, սակայն հպարտությունից մղված նրանցից ոմանք ընկան ու դևեր դարձան։ Սատանան շատ է նախանձում ու խանգարում մարդուն, որովհետև վերջինիս արարչության բարձրակետին Տերը ստեղծեց, որպեսզի փոխարինի ընկած հրեշտակներին, եւ մարդը կարող է հետաքրքրվել, անկյալ հրեշտակների կողքին գործում են արդյոք դավաճան հրեշտակներ։ Դավաճան հրեշտակ որպես այդպեսին մենք նկատի ունենք թերևս սատանային եւ այն դևերին, չար ոգիներին, որոնք որ անշուշտ կան եւ նաեւ մարդկության պատմության առաջին իսկ վայրկյանից, երբ մեղքը մտավ դրախտ կամ մտավ մարդու կյանք, Ադամի եւ Եվայի մեջ, հիշենք, որ ասում են, որ սատանան օծի միջոցով խոսեց Եվայի հետ։ Նույն սատանան նախքին հրեշտակ էր
Արուսյակը կամ Լյուցիֆեր, ով դեմ դուրս եկավ Աստծուն եւ պայքարեց Աստծո դեմ։ Հրեշտակների այն խումբը, որը որ հավատարիմ մնաց Աստծուն փառաբանելուն եւ Աստծուն ծառայելուն, պարտության մատնեց այն հրեշտակներին, որոնք որ դուրս էին եկել Աստծո դեմ եւ պարտվելով նետվեցին երկնքից երկիր։ Թերևս սրա մասին է, որ ասում են դավաճան հրեշտակներ կամ չար ոգիներ։ Սրանք անշուշտ կան, իրենց հոգևոր բնույթը չեն փոխել, բայց գործառույթները փոխել են։ Ուրեմն Աստծուն փառաբանելու, Աստծուն ծառայելու փոխարեն այս պահին մարտնչում են դերևս Աստծո դեմ, մարտնչում են այն կարևոր բարի առաքելության դեմ, որ կոչվում էր արարչագործություն եւ որպես արարչագործության թագ եւ պսակ մարդ։ Ուրեմն Աստծո դեմ պայքարում է նաեւ մեր միջոցով, մեր մեղքերի միջոցով, այն որոգայթների միջոցով, որ լարում է մարդու համար եւ մարդը ցանկանալով կամ չցանկանալով, գիտակցելով կամ ոչ, ընկնում է այդ որոգայթների մեջ եւ հեռանում Աստծուց մեղքի տեսքով։ Հրեշտակների գոյությունն ընդունելի է նաեւ այլ եկեղեցիների կողմից։ Հրեշտակների մասին կամ հրեշտականման արարածների մասին գրեթե բոլոր հին ավանդական կրոնների մեջ կան։ Ուրեմն մարդկության միտքը հաղորդ է, ծանոթ է աննյութական, անմարմին հոգևոր էակներին։ Մետեղ հրեշտակ է, օրինակ եբրայեցիների մոտ մալախ, չգիտեմ։ Ես նաև ասեմ, որ հրեշտակը ինքը հին պահլավերենից է գալիս, որ նշանակում է հենց արագահաս լրաբեր։ Մուսուլմանների մոտ կա Ջաբրայիլ, բան եւ այլն, այսպիսի իրենք էլ անգամ հրեշտակներին կամ այդ հոգևոր արարածներին անուններ ունեն։ Դե բնականաբար հին կտակարանը, որ նաև հրյաների սուրբ գիրքն է եւ կամ մովսիսական հավատքի սուրբ գիրքը, զրադաշտականության մասին կա, հին արևելյան, բուդդիստական, հինդուիստական կրոնների մեջ կան հրեշտակների մասին պատկերացումներ։ Ուրեմն այս երկրային տեսանելի աշխարհից անդին բոլոր կրոններն էլ ընդունում են, որ կան երկնային մարմիններ, որոնք որ ի տարբերություն մեր քրիստոնեական ընկալման ունեն առանձնահատկություններ, այսինքն ավելի տալիս են աստվածային հատկություններ կամ կարողություններ, զորություններ, որը որ մեր հրեշտակները չունեն, այլ նման հատկություն ունի բացառապես միայն Արարիչը, մեր Տեր Աստված, իսկ հրեշտակները, ինչպես ասեցինք, արդեն ունեն իրենց առավել համեստ, բայց կարևոր դերակատարությունը թե երկնքում, թե երկրի վրա մեր կյանքում։